Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Հաճախ ասում ենք, ես արեցի ամեն հնարավորը, բայց դա չստացվեց։ Հավանաբար դա իմ ուժերից վեր է։ Եվ իսկապես կան բաներ, որոնք մեզ անհնարին են թվում, եւ մենք չենք կարող հաղթահարել այդ խոչընդոտը։ Բայց մարդկային էությունը նրանում է, որ մենք փորձում ենք մեզ ինքնահաղթահարել, անել անհնարինը։ Երբ եւ որ դեպքերում է դա հնարավոր։ Ինչ է դրա մասին ասում Սուրբ Գիրքը։ 3 ավետարաններում կա մի պատմություն, որտեղ Հիսուսին մի մարդ է մոտենում եւ հարցնում է. «Բարի վարդապետ, ինչ է պետք անել հավիտենական կյանքը ժառանգելու համար»։ Ընդ որում հարց տվողը մի տեղ ներկայացվում է որպես մեծահարուստ, մեկ այլ տեղ որպես երիտասարդ, իսկ Ղուկասի ավետարանում որպես իշխանավոր։ Ի վերջո մենք կարող ենք իրար կպցնել այդ 3 կերպարները, մի հավաքական կերպար ստեղծել հարուստ երիտասարդ իշխանավորի։ Եվ հետագայում մենք կտեսնենք նաև, որ այդ մարդը շատ բարեպաշտ էր։ Մինչև բուն հարցին պատասխանելը Հիսուս կարևոր վերապահում է անում։ Ինչու ես դու ինձ բարի կոչում։ Ոչ ոք բարի չէ, բացի Աստծուց։ Ինչի համար է դա ասվում։ Հիշեցնեմ, երիտասարդը դիմում է Տիրոջը որպես վարդապետի, որպես հարգված ուսուցչի, որպես ռաբբիի։ Վարդապետերը շատ էին։ Նրանց մեջ լինում էին պարզապես տառակերությամբ զբաղվողներ, լինում էին միանգամայն արժանավոր մարդիկ։ Բայց բոլոր դեպքերում նրանք մարդիկ էին։ Հիսուսի ասածն այն է, որ երիտասարդն իրեն դիմում է որպես մարդու, բայց նա, այսինքն Աստված, իրավասու է այդ հարցին պատասխանել։ Ինքը կյանքը, ինչպես հիմա ընդունված է ասել, լեգիտիմ է։ Ցանկացած մարդու պետք է որ հետաքրի հավիտենական կյանքը ժառանգելու հարցը։ Եթե չի հետաքրում, ապա նա ավելի շուտ նման է բանջարեղենի, որը ֆիզիկապես ոչնչանալուց, ֆիզիկական մահից հետո հողի մեջ է մտնում եւ պարարտանյութ է դառնում։ Եվ երիտասարդը, որը նորմալ մարդ էր, հետաքրքրվում է, ինչպիսին է Աստծո արքայության ճանապարհը։ Հիսուս նախ հիշեցնում է Մովսեսի պատվիրանները եւ հետաքրքրվում է, արդյոք այդ երիտասարդը դրանք հարգում է։ Ուշադրություն դարձրեք, որ այդ պատվիրանների մեծ մասը սկսվում է արգելող բառից. մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր եւ այլն։ Դրանք դնում են մարդուն որոշակի սահմանների մեջ, որոնք թեև հաճախ մեզ կաշկանդում են, բայց մենք պետք է կամավոր ընդունենք այդ արգելքները։ Երիտասարդը պատասխանում է, որ այդ բոլորը նա պահում է մանկությունից։ Նա այդպիսով բավարարում է բարեպաշտ մարդուն ներկայացվող բոլոր պահանջներին եւ Հիսուսի համար էլ նրա վարքը միանգամայն ընդունելի է։ Միտեղ ասում է Հիսուս սիրեց նրան։ Բայց պարզվում է, որ հավիտենական կյանքը ժառանգելու կամ Աստծո արքայությունը մտնելու համար այդ ամենը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Այսինքն մենք ոչ միայն որոշ բաներից պետք է հրաժարվենք, այլև ինչ-որ բան անենք, ոչ միայն հերքենք, այլև հաստատենք։ Դեռ մի բան պակաս է, ասում է Քրիստոս։ Ինչ որ ունես, վաճառիր, տուր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս։ Եվ այստեղ ամենակարևոր պահն է՝ արի իմ հետևից։ Մարկոսի ավետարանում ավելի պատկերավոր է ասված. վերցրու խաչդ եւ արի իմ հետևից։ Մենք երբ ասում ենք սա իմ խաչն է, հաճախ նկատի ունենք ինչ-որ տհաճ պարտականություններ կամ մարդկային հարաբերություններ, շփումներ, որոնցից հաճույքով կհրաժարվեինք, բայց ստիպված ենք դա անել։ Մենք այդպիսի հոգոց ենք հանում։ Ինչ արած, դա իմ խաչն է։ Բայց Քրիստոս իրեն հետևելու կոչի մեջ այլ իմաստ է դնում։ Կարողացիր ինքդ քեզ հաղթահարել, դուրս գալ քո հարմարավետության գոտուց։ Արդյոք հարուստ երիտասարդը դրան պատրաստ էր։ Ինչպես միանգամայն կանխատեսելի էր, ոչ։ Երբ նա լսեց Հիսուսի ասածը, տրտմեց, խոժոռվեց եւ հեռացավ։ Ինչու՞։ Բոլոր 3 ավետարաններում կա միևնույն բացատրությունը, որովհետև չափազանց հարուստ էր։ Երևի եթե ավելի քիչ հարուստ լիներ, շատ հարուստ չլիներ, ապա գուցե չէր ափսոսա իր ունեցվածքից հրաժարվել։ Այս ամբողջ պատմությունից Քրիստոս եզրակացնում է, որ հարուստ մարդկանց դժվար է մտնել Աստծո արքայություն։ Եվ նա հետևյալ համեմատությունն է անում,
ավելի հեշտ է պարանը ասեղի ծակով անցնի, քան թե մեծահարուստը մտնի Աստծո արքայություն։ Այստեղ հետաքրքիր տարբերություն կա։ Մեր հայերեն թարգմանության մեջ դեռևս շատ հին ժամանակներից այդ փոխաբերության մեջ հիշատակվում է պարանը։ Այլ թարգմանություններում խոսվում է ուխտի մասին։ Հավանաբար խնդիրը հունարեն կամելոս, ուխտ եւ կամիլոս, պարան բարերի նմանության մեջ է։ Բայց իմաստը բոլոր դեպքերում նույնն է։ Խոսքը անհնարինության մասին է։ Եվ աշակերտների մոտ բնական հարց է առաջանում. միթե ամեն ինչ այդքան անհույս է։ Եթե անհնարին է, ուրեմն ով է փրկվելու։ Քրիստոսի պատասխանն է. ինչ որ անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար։ Դա կարծում եմ մեզ համար որոշակի դուռ է բացում։ Հիսուս նկատի ունի, որ եթե մենք հույսը դնում ենք մեր վրա, մեր մկանների, մեր խելքի, մեր երևակայության վրա, ապա որևէ բան չենք կարողանա անել, որևէ բանի չենք հասնի։ Հույսը կարելի է դնել միայն Աստծո վրա։ Արդյոք խոսքը այստեղ միայն հարուստների մասին է, եւ դժվարությունը, անհնարինությունը վերաբերում է բացառապես հարուստներին։ Եթե առակի, այսպես ասած, թիրախը լինեին միայն հարուստները, ապա պատմությունը կապ կունենար մարդկության շատ բարակ շերտի հետ։ Բայց խնդիրը ոչ թե հարուստներն են, այլ մենք բոլորս։ Ավելին, նյութական հարստությունը չեզոք կատեգորիա է։ Այն ոչ լավն է, ոչ վատը։ Ինչպես օրինակ համակարգիչը կամ սոցցանցերը։ Մենք ասում ենք, չէ, ահ այդ սոցցանցերը, բայց խնդիրը ոչ թե դրանց մեջ է, այլ մեր վերաբերմունքի մեջ։ Բացի հարստությունից մարդիկ ունեն բազմաթիվ մեծ ու փոքր կրքեր, որոնցից հրաժարվելը անհնարին է թվում, եթե մենք հույսը դնում ենք միայն մեր վրա։ Օրինակ, այդպիսի կիրք է իշխանությունը, ընդ որում բոլոր իմաստներով, ոչ միայն պետական, պաշտոնական իշխանությունը, ժեկի պետից սկսած մինչև թագավոր, այլ իշխանությունը ընտանիքում, իշխանությունը հիմնարկում։ Իշխանությունն ինքնին վատը չէ, մարդիկ են այն վատը դարձնում։ Նույնը ալկոհոլը, թմրանյութը, ծխախոտը, հայհոյելը, մարդկանց ցավ պատճառելու հաճույքը։ Մենք կարող ենք այդ ամենը թողնել եւ գնալ Աստծո հետևից։ Մեզ տրվում է հողամաս եւ հնարավորություն այնտեղ անել ամեն ինչ։ Մենք այդ հողամասում կանեպ չենք ցանում, աղբանոց չենք սարքում։ Սահմանափակվենք դրանով։ Մենք կարող ենք ընտրել, սահմանափակվենք եւ պարծենանք, որ չենք փչացնում հողամասը, թե այնուամենայնիվ փորձենք այդ հողամասում ինչ որ օգտակար բան ցանել։ Ընտրությունը մերն է։